նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման եւ մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը եւ այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ զարգացած բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը, սերնդե սերունդ եւ դարեդար, ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունը ու այն դարեդար ժառանգել սերունդներին։ Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ։ Եվ հարգելի գործընկերներ, ես նկատի ունեմ ազգային ժողովի մեր գործընկերներին, կառավարության անդամներին, գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս շրջադարձային դարակազմիկ հանգրվանը իրականություն դարձնելու համար։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հնարավոր դարձավ այս հանգրվանին հասնելը առաջին հերթին ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատը ու աջակցությունը, եթե չունենայինք լեգիտիմություն իրագործելու այն քաղաքականությունը, որը վարել ենք 2021 թվականից սկսած։ Իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է, եւ սա ուզում եմ այս նրբության վրա առանձնահատուկ ուշադրություն հրավիրել, իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից հաստատված այն փաստաթղթում, որի կատարման ընթացքն ու արդյունքները քննարկում ենք հիմա։ Խոսքը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին է, որում հստակ եւ աներկբա արձանագրված է։ Մեջբերում եմ. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է, մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում. ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել,
որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ եւ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական ու հերակա ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է, որովհետեւ մեր ինքնությունը հնարավոր է պահպանել եւ զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միայն պետության պայմաններում եւ միջոց է, որովհետեւ պետությունն է մեր ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովելու միակ հուսալի միջոցը։ Պետությունը ինքը ինքնություն է եւ պետությունն է ինքնությունը, սրանով արդեն պետությունը եւ նպատակ է եւ միջոց։ Իսկ պետությունը պահպանել եւ զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում եւ մենք այսօր ունենք այդ խաղաղությունը։ Բայց նաեւ պիտի հաշվի առնենք, որ խաղաղությունը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է եւ մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ Մանավանդ այսօր, երբ այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը։ Սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը ճիշտ է ստորագրված չէ, բայց նախաստորագրված է։ Մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում նախաստորագրված պայմանագիր, համաձայնագիր։ Դա նշանակում է, որ դրա բովանդակության շուրջ բանակցությունները ավարտվել են եւ այն փակ է հետագա բանակցությունների համար։ Այսինքն նախաստորագրել նշանակում է արձանագրել բանակցությունների փակումը, ավարտը, փակ լինելը բանակցությունների համար։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Իսկ կներեք, ով կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այն փաստաթուղթը ավելի լավն է դառնալու։ Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը եւ հարակից շրջանները պարունակող քարտեզներով եւ դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների եւ ասելիքի ներքո եւ պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա։ Սա շատ պարզ տրամաբանություն է, եւ այդ տրամաբանությունը մենք տեսել ենք նախորդ շրջանի մեր պատմությամբ։ Այսինքն սա տեսություն չէ միայն, այլև իրականություն։ Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք կոնկրետ այս խոսույթը, այսինքն հենց մի պահ մոռանանք եւ ուշադրություն չդարձնենք դետալներին, խաղաղությունը վերաբանակցելու մասին խոսակցությունը, եթե 50%-ով բացում է ավելի լավ խաղաղություն ունենալու դուռը
50%-ով էլ բացում է խաղաղություն չունենալու, այսինքն պատերազմ ստանալու դուռը։ Սա անկախ ամեն ինչից։ Սա արդեն քաղաքի ճաշակի հարց չէ ուրեմն, այլ մեր պետության լինել չլինելու հարց։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել։ Այս է պատճառը, որ հստակ եւ աներբա ընդգծում եմ, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է, դա իրեն անհրաժեշտ խաղաղությունն է, եւ այն հարվածի ու կասկածի տակ դնելը հավասարազոր է աղետի։ Դա նշանակում է կասկածի տակ դնել բազմաթիվ զողողությունների գնով ձեռք բերված մեր հաջողությունները։ Իսկ մենք ունենք բազմաթիվ հաջողություններ, եւ ես հիմա կփորձեմ ձեզ համար եւ մեր հանրության համար թվարկել այդ հաջողություններից կարևորագույնը հույս ունենալով, որ կարևորագույնները հույս ունենալով, որ ժամանակը կհերիքի դրա համար։ Չնայած այս ձևաչափը ամենալայն ժամանակային հնարավորությունն է տալիս ելույթների առումով։ Ուրեմն 2021-ից 2025 թվականներին Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ 7.9%։ Ուզում եմ ընդգծել, որ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1%։ Հայաստանի Հանրապետությունում աճը կազմել է 7.9%։ Համարյա կրկնակի ավել։ ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3.1%, Հայաստանի Հանրապետությունում 7.9%։ Էս էլ համարյա կրկնակի ավել։ Այսինքն այնտեղ կրկնակից մի քիչ պակաս էր, ստեղ կրկնակից շատ ավելի ավել էր։ Եկեք, որ շատ թվաբանության մեջ չմտնենք, երկու տեղն էլ կրկնակի ավել, համարյա։ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի ցուցանիշը ինչից ավել են 2.3 անգամ, կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով, կամ 4.3 միլիարդ դոլարով, 4.3 միլիարդ։ Էս էլ են թեմայի շարունակությունն է, բա գողացվածը հետ բերել եւ այլն, շարունակության մի մասն է, այս մյուս մասերն է կանդրադառնամ, բայց 4.3 միլիարդ դոլարը որտեղից հայտնվեց։ Հայտնվեց այդ բոլոր գողանալու սողանցքները սենց հատիկ համբերատար փակելու առումով։ Կապիտալ ծախսերը 2017 թվականի նկատմամբ, այսինքն կապիտալ ծախսերը դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրագիծ եւ այլն 2.9 անգամ աճել են 2025 թվականին։ Եվ սրանք 17-ը 25-ի համեմատ, 25-ը 17-ի համեմատ, բայց սա տարին տարվա հետ համեմատելու տվյալներն են։ Բայց կուտակային տվյալները իրանք ավելի են, այսինքն մենք վերցնում ենք մի տարի եւ վերցնում ենք նախորդող հեղափոխության նախորդող մի տարի։ Հիմա երբ որ ժամանակաշրջաններն ենք վերցնում, այդտեղ պատկերը էականորեն ավելի տպավորիչ է։ 2017 թվականի համեմատ իրական հնա աճը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53.9%։ Դուք պատկերացնում եք 17 թվականի անցնելով կովիդի եւ պատերազմի միջոցով մենք սա իրական հնա, սա անվանականը չի, որովհետեւ անվանականը կրկնապատիկ եւ ավել է 53%-ով մենք մեր երկրի տնտեսությունը մեծացրել ենք։ Իմիջիայլոց նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը 2018-ից 25 թվականներին կազմել է 3%,
Հայաստանում 5.8%։ Այսինքն սա էլ մի ցուցանիշ է, որը հիշարժան է։ Նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ում 2018-ից 25 թվականներին